Վրաստանում սգի օր է։ Վրաստանի համայն կաթողիկոս պատրիարքի մահվան պատճառով կառավարության որոշմամբ ամբողջ երկրի տարածքում վարչական շենքերի վրա պետական դրոշները իջեցվել են։ Դրոշները իջեցրել են նախագահի պալատի, կառավարության վարչակազմի և խորհրդարանի շենքերի վրա, ինչպես նաև պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի շենքերի վրա։ Պետական դրոշները իջեցվել են նաև Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության և համայնքների վարչական շենքերի վրա։ Երկրի ամբողջ տարածքում սգում են Վրաստանի համայն կաթողիկոս պատրիարքին։ Մարդաշատ էր նաև Կովկասյան բժշկական կենտրոնի բակը և հարակից տարածքը։ Այն բանից հետո, երբ տարածվեց տեղեկությունը պատրիարքի մահվան մասին, ծխականը գնաց կլինիկայի մոտ և մոմեր վառեց։ Նրանք Իլիա II-ի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնեցին և ցավակցեցին ամբողջ Վրաստանին։ Վրաստանի համայն կաթողիկոս պատրիարքի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց նաև ուշ գիշերը Սուրբ Երրորդության Մայր տաճարում։ Իլիա II-ի հոգու հանգստության համար հոգևորականները կատարեցին հոգեհանգստյան կարգ։ Սամեբայում ծխականների մի մասը մինչև ուշ գիշեր մնաց վառված մոմերով։ Նրանք արտահայտում են իրենց վիշտը և ցավակցում ամբողջ Վրաստանին։ Իսկ քահանաները ծխականներին կոչ արեցին աղոթել և հաղորդություն ընդունել պատրիարքի հոգու փրկության համար։ Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանիելը հրապարակում է ցավակցական նամակ Վրաստանի համայն կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ։ Խոր ցավով ընդունեցինք մեր սիրելի եղբոր Վրաստանի ամբողջական կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի մահվան մասին լուրը։ Նա ժամանակակից ուղղափառության ուշագրավ դեմքերից էր և հավատքի ամուր դավանող, ով իմաստությամբ առաջնորդում էր Վրաստանի ուղղափառ եկեղեցին ինչպես փորձությունների, այնպես էլ վերափոխման ժամանակաշրջանում։ Ռումինիայի ուղղափառ եկեղեցու հոգևորականների և հավատացյալների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Սուրբ Սինոդի անդամներին և համայն Վրաստանի ուղղափառ եկեղեցուն։ Թող նրա հիշատակը հավերժ լինի, ասվում է ցավակցական նամակում։ Վրաստանում Իսրայելի դեսպանատունը ցավակցություն է հայտնում Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի մահվան առթիվ։ Նա հոգևոր առաջնորդ էր, որի անունը անբաժանորեն կապված է ազգային միասնության, երկրի հոգևոր կյանքի վերածննդի և հասարակության համախմբման հետ։ Իսրայելի կառավարության և ժողովրդի անունից դեսպան Վալիդ Աբու Հայան և Վրաստանում Իսրայելի դեսպանատունը անկեղծ ցավակցություն են հայտնում Վրաստանի բնակչությանը և Վրաստանի ուղղափառ եկեղեցուն։ Կարդում ենք ցավակցական նամակում։ Ցավակցում ենք Վրաստանի ուղղափառ եկեղեցուն և ուղղափառ ծխականներին այս ծանր կորստի համար։ Իսկ այս մասին ասվում է համայն Վրաստանի մուսուլմանների վարչության ցավակցական տեքստում։ Արտահայտում ենք մեր վիշտը համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Մցխեթա Թբիլիսիի արքեպիսկոպոս Ցխում Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա II-ի մահվան կապակցությամբ։ Նրա բազմամյա ծառայությունը կրոնների միջև փոխադարձ հարգանքի, խաղաղության և հասարակական միասնության ամրապնդման գործում առանձնահատուկ կարևոր էր։ Նշված է համայն Վրաստանի մուսուլմանների վարչության ցավակցական տեքստում։